Իշխան ասի հələ մի հատ բան արա, բաց դուր տվյալները, թե այդ մենք այդ ինչքան այդ աշխատավարձների ու թոշակների հաշվին, այդ ինչքան աշխատավարձա ստանում պետական մարմինը, որպեսզի շատ չլինի, շատ չխառնենք իրար, սոցիալ-տնտեսական բլոկը վերցրինք կառավարության, սոցիալ-տնտեսական բլոկ, ամբողջ, այսինքն բացի ուժային կառույցները հանեցինք, որ չխառնի, քաղաքական բլոկը այսպես, ինչքան աշխատավարձ, ինչքան պարգևավճար են ստանում, եւ այդ աշխատավարձ ու պարգև, եթե կտրենք հիմա ամբողջ աշխատավարձը ու պարգևավճարները, ավտոներն էլ հետը, ավտոների սպասարկման ծառայությունն էլ հետը, դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարանք բարձրացնենք 9000 դրամով, 9000 դրամով կարանք թոշակները բարձրացնենք, բայց թոշակառուները թոշակը չեն ստանա, որովհետև թոշակը մենակ թոշակ չի, թոշակը փողը հավաքելը, ակետից հասնելը բկետը ինքը ծախս ունի։ Այսինքն նախ պետական եկամուտներ չեն հավաքվի ընդհանրապես, որովհետև չկա պետական եկամուտների կոմիտե, չի կարա հավաքվի։ Եվ ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի, դա էլ հաշվի առնենք, որովհետև այսօր հա պեկում կան աշխատողներ, որոնք ընդհանուր ստանում են 1 միլիոն 2 միլիոն դրամ աշխատավարձ եւ մենք իրեն ծնկաճով խնդրում ենք, ասում ենք հանկարծ գործից դուրս չգաք։ Բյուջե ընդհանրապես չի լինի, բոլոր դպրոցները կփակվեն, ճանապարհ ընդհանրապես չի կառուցվի։ Շատ լավ, ես առաջարկում եմ, որ ընդդիմությունը առաջարկի։ Ժորժ ջան, եկեք ամբողջ աշխատակազմերը, այս ովքեր կան նստած, բացի ՊՆ-ից ու ներքին գործերի նախարարությունից, չէ, ձեզ էլ ենք լուծարում, ձերն էլ ամեջ, ձերն էլ այս թվի մեջ, ամբողջ աշխատավարձի, մենակ պարգևավճար, ասում եմ, ամբողջ աշխատավարձի ֆոնդը, ամբողջ, գումարած պարգևավճարները, գումարած ծառայողական մեքենաների համար անցած տարի ծախսված գումարը, գումարած այդ ծառայողական մեքենաների սպասարկման համար նախատեսված գումարը, բենզինով, բանով, ամեն ինչով, բացարձակապես ամեն ինչով։ Եկեք անենք, խնդիր չկա, նախաձեռնենք անենք, բայց ես երաշխավորում եմ, ոչ մի թոշակառու իր թոշակը չստանա, ոչ թե կես կստանան, կես չեն ստանա, ոչ մի թոշակառու իր թոշակը չի ստանա։ Այսինքն այս արդեն նույնիսկ դեմագոգիա էլ չի։ Չեն ստանա, չեն հասցնի, որովհետև մի անգամ չեք հիշում, թոշակը մի ամիս ուշացել էր, բոլորը խառնվել են, բանի հայփոստը լինելով պետական կառավարման, պետական սեփականություն, որից հետո ես որոշում կայացրեցի, որ հայփոստի տնօրենը պետքա չաշխատի։ Հայտարարություններ տարածել, թե սոցիալում ինչ-որ մեկը թուղթը չի ստորագրել, դրա համար է թոշակը ուշացել։ Մի հոգի թուղթը չի ստորագրել, եկեք հանենք այդ մի հոգուն գործից ընդհանրապես, իր աշխատավարձները դնենք, թոշակներն էլ ավելացնենք, նպաստներն էլ հետը։ Բայց փոխարենը մենք ինչ ենք արել։ Պարգևավճար չտանք, կտրենք պարգևավճարները այս ամբողջ պետական համակարգի, կարանք թոշակները ավելացնենք 1000 դրամով։ Բայց մենք ուրիշ բան ենք արել, այդ պարգևավճարների աշխատողներին հետ աշխատել ենք, ետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն նախորդ տարվա ընթացքում միջինը 3000 դրամ հետ է ստացել գումարը։ Այսինքն այդ 1000 դրամը չենք տվել իրան, ծախսել ենք, դրա արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք, սխալ ենք արել։ Էլ չեմ ասում, երրորդ հանրապետության մեջ, պատմության մեջ առաջին անգամ 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը։ Սա ինչ նշանակում, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին իր թոշակառուին տվել է այնքան թոշակ, որ նա դրանով ի վիճակի լինի այնքան կալորիա ձեռք բերի, որ չմահանա։ Առաջին անգամ։ Բայց 30 տարվա պետությունը առաջին անգամ նվազագույն կալորիա է կարողանում ապահովել իր քաղաքացու համար։ Սարքել են բան, հեսա ժողովուրդ, բայց իմ ժամանակը շատ քիչ ամենացել։ Ծառայական ավտոմեքենաները, ես ձեզ մի բան ասեմ, 2018 թվից մինչև
21 թիվը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ես մի քանի անգամ մնացել եմ ճանապարհներին։ Գնացել ենք, ասենք, ընդհանուր հիշում եմ մի անգամ Մարտունի կենտրոնում ավտոն փչացավ։ Ժողովուրդ, Նիկոլ ջան, այս ավտոդ փչացել, այս բանը տրամլյորը նայել եք, իսկ կարող է բանի բենզինի նասոսը բանը կաչատ անել է պետքն։ 1-2-3 կարելի է անել, բայց 3-4 մտածում ես, ասում ես, լավ, այս մարդը 1-2 հեղափոխություն բան ուրախացանք։ Ինչ է մտածելու իր պետության մասին։ Լավ հասկանալի է, բայց մենակ բանով չի, չէ, էգոիզմով չի, չէ, որ ասեն, վայ, տես։ Ասում են էժան ավտո առեք, կարանք Զապարոժեց առնենք, բայց տարին 7 անգամ պետք է առնենք։ Ընդհակառակը ժողովրդի ասացվածն ասում, հələ ստանդարտ գոյություն ունի անվտանգության, էսի, էնի, ու այդ ոչ մեկը այն ամենաթոփ ստանդարտով չի։ Բոլորը ամենանվազագույն ստանդարտով է, հələ հարցա դա լավ է, թե վատ։ Իհարկե կարանք էժան ավտո առնենք։ Բայց այդ ավտով այն օրը բանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ասում էր, քանի անգամ, ասում էր 10 քանի անգամ, որ ամսին գնացել եմ Կիրանց եկե։ Իհարկե կար գալասավատ անել, գնալ գալ, ոչ մի խնդիր չկա։ Բայց իհարկե ծառայողական ավտոների հետ կապված ես չեմ ասում, որ ամեն ինչն հենց է, եւ այո, ազգային ժողովի նախագահը ասեց, որ ազգային ժողովի կառավարությանն էլ է կրճատվել, բայց համաձայն եմ ոչ այն չափով, որ պետք է կրճատվել։ Բայց ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն Մանուկյան, որ իմ ելույթները այդքան կարդում եք։ Ես օրինակ կուզենայի, որ կառավարության անդամներն էլ մեկումեջ նային տենային նախկինում չէ, առանց բանի եմ, լրիվ լուրջ եմ, որովհետև երեք ես ձեր ելույթից հետո Երևանի քաղաքապետին գրեցի, ասի, ես ժամանակին սենց բան եմ ասել, տրանսպորտի վարչության պետի մասին։ Ինքն էլ ասեց, ես, չգիտեր իմիջայլոց, որ ասել եմ տենց բան, եւ ասեց, կարծում եմ, որ այո, ինքը չունի ծառայողական մեքենայի կարիք, եւ ինքը չի ունենա ծառայողական մեքենա։ Եվ, Հիմա Դանիայի մասին շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք, Դանիայի մասին, որովհետև ես ընդեղ նստած ասել եմ, Դանիայի ազգային ժողովից ինձ պատասխանել են, որ Դանիայի ազգային ժողովում կա մեկ ծառայողական մեքենա, հետ էլ ասեմ, որ ազգային ժողովի նախագահն ասեց, որ 46%-ը ազգային ժողովի, կառավարությունը 20%-ն է կրճատել, վատ է ցուցանիշը, ազգային ժողովը կրճատել է 46%-ով, բայց Դանիայում ով է եղել վերջին անգամ։ Դանիա, որ գնում ես, փողոցում ավելի շատ հեծանիվ կա, քան ավտոմեքենա։ Բա հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից։ Բա հիմա էլ ասում եք ինչու ես հեծանիվ քշում։ Բա դրա համար եք քշում հեծանիվ, որ դուք եք քշեք։ Հիմա էլ թազա բան ենք գցե, ասում են վարչապետը փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին հեծանիվ է քշում։ Ընկերներ, ես ձեր տների պատուհանների տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ, դուք քնած եք, երբ որ ես քսում եմ, դուք քնած եք, խորը ընդ որում, ծնգծնում էլ եմ, վառող լույս չկա։ Երբ որ ես հեծանիվ քշելը ավարտում եմ, դուք դեռ քնած եք խորը։ Երբ որ ես գնում եմ աշխատանքի, դուք էլ 2 ժամ դեռ պետք է քնեք։ Այսինքն հրապարակային բան է, ինչի կամ էլ ասում է ճանապարհը փակում են, որ վարչապետը հեծանիվ է քշում։ Ես այն կիրակի օրը Սևանից հեծանիվով եկել եմ Երևան։ Իմ կողքով հազարավոր մեքենաներ են անցել, հազարավոր։ Թող մեկը ասի, մեկի մեքենան կանգնացվել է։ Երբ որ խմբային մեծ, այսինքն ես մենակ եմ եղել։ Մենակ 2 թիկնապահների հետ։ Երբ որ խմբային 60 հոգով են հեծանիվ քշում, դա անվտանգության կանոնի մեջ է, վարչապետը չլինի, 60 հոգի ցանկացած հեծանվորդ, որ քշում է եւ ոստիկանությանն էլ տեղյակ է պահում, որ ժողովուրդ մենք 100 հեծանիվով տեղաշարժվելու ենք, ոստիկանությունը պետք է ապահովի անվտանգությունը։ Բա հակառակ դեպքում պետք է գաք ասեք, բա զոհերի թիվը հələ ավտոներից քիչ էր, մի հատ էլ հեծանիվներից է,